Ախալքալակի Վաչյան գյուղում օրը սովորական չէր, գյուղը տոնում էր իր պատմությունը միավորելով մի քանի կարևոր ու հիշարժան առիթներ։ Վաչյանում միանգամից 3 կարևոր առիթ նշվեց՝ մանկապարտեզի 15-րդ տարեդարձը, դպրոցի 50-ամյակը եւ ամենակարևորը՝ գյուղում տեղադրվեց Սուրբ խաչը։ Տոնը գյուղ բերեց ոչ միայն վաչյանցիներին, այլև բազմաթիվ հյուրերի Հայաստանի տարբեր շրջաններից, Վրաստանից, հարակից բնակավայրերից ու համայնքներից։ Գյուղ վերադարձան մարդիկ, որոնց համար Վաչյանը պարզապես բնակավայր չէ, այլ ծննդավայր, մանկություն, հայրական ու հիշողություն։ Տոնական միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալակի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Սագրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց գյուղում կազմակերպված ֆուտբոլային խաղով։ Մրցաշարին մասնակցեցին գյուղի երիտասարդները ցուցադրելով մարզական ոգի, թիմային աշխատանք եւ առողջ մրցակցություն։ Խաղի ավարտին հաղթող մասնակիցները պարգևատրվեցին մրցանակներով, արժանանալով ներկաների ջերմ ծափողջուններին։ Մեր բնիկ վաչյանցիների ավանդությունը ընդհանրապես առաջի երթին եղել է բարեկամական կապը, լավ հարևանությունը։ Գիտե ասեմ, մեր տրադիցիաները հին երկու բարը մենք մեջի ենք ասում, այն ժամանակվա մեջին որն էր, ուրեմն վերմիշել էին պատրաստում, բուրդ էին գզում, հավաքում էին ջահել աղջիկներին, մի օդայի մեջ մեծ որտեղով տարած կար, սկսում են երկու բարով այդ արարողությունները կատարել։ Տոնական օրվա առաջին կարևոր կանգառը Վաչյանի մանկապարտեզն էր, որը նշում էր հիմնադրման 15-ամյակը եւ որի բարերարն էր Լյովա Մանուկյանը։ 15 տարին առաջին հայացքից ընդամենը մի թիվ է թվում, բայց գյուղի համար այդ տարիների յուրաքանչյուր օր իր պատմությունն ունի։ Այդ պատերի ներսում մեծացել են երեխաներ, հնչել են մանկական ծիծաղ ու երգեր, ձևավորվել են առաջին ընկերություններ, իսկ շատերի համար հենց այստեղ են սկսվել կրթության առաջին քայլերը։ Վաչյանի մանկապարտեզի պատմությունն առանձնահատուկ է նաեւ իր ստեղծման պատմությամբ։ Այն գյուղին է նվիրվել բարերարների կողմից իրենց մայրիկի հիշատակին։ Ընտանիքի համար թանկ ու հարազատ հիշողությունը նրանք վերածել են մի գործի, որն այսօր պատկանում է ամբողջ գյուղին։ Նրանք իրենց հայրական տունը դարձրել են երեխաների տուն, սա պարզապես շինություն նվիրելու պատմություն չէ։ Սա այն պատմություններից է, երբ ընտանիքի անձնական հիշողությունը դառնում է համայնքի ընդհանուր ժառանգությունը։ Այդ տան պատերի մեջ այսօր արդեն ուրիշ երեխաների մանկությունն է ապրում։ Եվ հենց այդ պատճառով մանկապարտեզի 15-ամյակը դարձավ ոչ միայն հոբելյանական տարեթվի նշում, այլ մեծ երախտագիտության օր։ Հրաշքը, որ կյանքում արել եմ ու այդ իմ միտքն եղել իմ մտածմունքը, այդ մեր մանկապարտեզն է, որ հորս տունը շատ մարդիկ գնալով Վաչյան գյուղից ծախել են իրենց հորը քանդել են, քանդվել է սա մեր կողքի տունը։ Ես որոշեցի եղբայրներիս հետ մեկտեղ որոշեցինք ոչ թե ծախենք, այլ նվերատվություն ունենք մեր գյուղին ու որ հորս տունը միշտ ճիճալի մանուկներին որոշեցինք մանկապարտեզ ունենք, այդ ամենաերևի լավ բանն էր, որոշումներ, որ կյանքում մենք արինք։ Երբ մանկապարտեզի ու դպրոցի խորհուրդը միավորվեց, տոնն անցավ իր ամենահոգևոր ու խորհրդանշական փուլին։ Վաչյանում տեղադրվեց մեծ խաչ Խաչատուր Դիլբանդյանի բարերարությամբ, որի օծման արարողությունը դարձավ օրվա կարևոր իրադարձություններից մեկը։ Գյուղացիներն ու հյուրերը բարձրացան դեպի խաչը հոգևորականի առաջնորդությամբ մասնակցելու օծման արարողությանը։ Խաչի օծումը դարձավ ոչ միայն հոգևոր արարողություն, այլ գյուղի համար նոր խորհրդանշի ծնունդ։ Խաչը օծվեց որպես հավատքի նշան, որպես օրհնության ու պաշտպանության խորհուրդ, որպես տեսանելի հիշեցում այն մասին, որտեղ կա հավատ, այնտեղ կա նաև ուժ, պահպանելու տունը, գյուղը, ընտանիքն ու ավանդույթը։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հետքինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, Եկեղեցի արքայություն քո, Եղիսի կամք քո, որպես հետքինս եւ հետքի։ Տոնին ներկա են բազմաթիվ հյուրեր։ Վաչյանի տոնը միավորել էր մարդկանց Հայաստանի տարբեր շրջաններից, Վրաստանից, հարակից գյուղերից ու բնակավայրերից։ Գյուղ էին եկել նաև մարդիկ, որոնց ճանապարհը տարիներ առաջ հեռացել էր Վաչյանից, բայց որոնց սրտում գյուղը մնացել էր նույնքան հարազատ։ Կեցցե Ջավախքը Հավիտյան, կեցցե մեր գյուղը պատմապան, կեցցե Սուրբ խաչը պատեկան, կեցցե Վրաստան ու Հայաստան, Աստված լինի ձեզ պահապան։ Տոնական միջոցառման ընթացքում բազմաթիվ հյուրեր ու բարերարներ հանդես եկան շնորհավորանքի ու շնորհակալության խոսքերով։ Խոսվեց Վաչյանի անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Խոսվեց այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել գյուղի կյանքում, աջակցել կրթական ու համայնքային նախաձեռնություններին եւ իրենց գործով փորձել ուժեղացնել ծննդավայրը։ Հնչած խոսքերի մեջ մեկ ընդհանուր միտք կար՝ գյուղի ուժը նրա մարդկանց մեջ է։ Այն մարդկանց, ովքեր հեռացել, բայց չեն մոռացել, այն մարդկանց, ովքեր մնացել են ու շարունակում են կառուցել, եւ այն մարդկանց, ովքեր ամեն անգամ վերադառնում են իրենց հետ բերելով նոր գաղափարներ, նոր աջակցություն ու նոր հույս։
Հոգևոր արարողությունից հետո տոնական օրը շարունակվեց մեծ համերգային ծրագրով։ Բեմ բարձրացան երգիչներ հնչեցին ազգային ու ժողովրդական երգեր, իսկ տոնական տրամադրությունը տարածվեց ամբողջ գյուղում։ Համերգին մասնակցեցին տարբեր կատարողներ, իսկ Վաչյանի բնակիչներն ու հյուրերը հանդիսատեսից վերածվեցին տոնի անմիջական մասնակիցների։ Ժավախի մեծ լերն աշխարում, իմ շենյուղն է ծլում սախում, չեք եղել դուք եկեք։ Տոնական օրվա ավարտը ոչ պակաս տպավորիչ էր, երբ համերգային ծրագիրը մոտեցավ ավարտին, Վաչյանի երկինքը լուսավորվեց տպավորիչ հրավառությամբ, քիչ անց Վաչյանը լուսավորվեց նաև խաչի լույսերով։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։